Օրնյալ Տեր Հիսուս Քրիստոս, Հայր մեր, որ ելքինս ես, Սուրբ Երեցյանուն քո, եկեղեցիալ պայքյուն քո, Երեցին կամ քո, որպես ելքինս երբրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, և քո մեզ պատից մեր, որպես և մեր թողում մերոց պարտավանած, և մի տանիրս մեզ փորձություն, այդ բրկյաս մեզ իչարել, զիքո երկայություն, և զորություն, և փառք հավիտյանս ամեն, ըսալմս երկությունս, և զավաչանս, ընգարցի մարդասեմ աստված, ի հաճույս բարերարկանաց յուրոց, մեր մեղացն և մեր բազմհանցանացն քողություն շնորհեսեր, իչարյաց բրկեսեր, ի մեղած պայեսեր և նմապարկ հավիտյանս ամեն։ Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից ամեն։ Apostol
որ երեքով ծնվող այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն մտից առաջի սեղանու աստուծո առաստված, որ ապարվես մատությունն եմ։ Հաղարից աստված և իրավարայցի դատաստանին։ Ազգի որ ոչ հսում մի մարդով, մենավոր է, ներգավոր է, հրկյազս, Եվ անսենզիսի
Զիուտից եք և ըմպից
դիմաց լույս տեսավ։ Նավապետը հրամայեց, որ մրթիռներ բացվեն դեպի երկինք, որպեսզի զգուշացում տան դիմացի նավին։ Ապա տեսնելով, որ լույսը չի տեղաշարժվում, մոտենում է իրենց, նավապետը վերցնելով բարձրախոսը բացականչում է. Դիմացի նավ, 10 աստիճան դեպի հյուսիս գնա։ Իսկ դիմացից պատասխան է գալիս. Ես չեմ կարող 10 աստիճան դեպի հյուսիս գնալ, այդ դու պետք է 10 աստիճան դեպի հարավ գնաս։ Եվ դարձյալ նավապետը բացականչում է. դիմացի նավ, ես ռազմանավ եմ, ջարդուփշուր կանեմ քեզ, 10 աստիճան դեպի հյուսիս գնա։ Իսկ դիմացից պատասխան է գալիս ասելով. ես փարոս եմ հաստատված ժայռերի վրա, այդ դու պետք է 10 աստիճան դեպի հարավ գնաս, որովհետև եթե ինձ հարված ես, քեզանից ոչինչ չի մնալու։ Սիրելիներ, պատմության ընթացքին շատ-շատերը Քրիստոսին ասեցին 10 աստիճան դեպի հյուսիս գնա, որովհետև մեզ խանգարում ես։ Հռոմեական կայսրությունը Քրիստոսին չընդունեց, ասելով մի կողմ անցիր։ Կոստանդին կայսրից հետո 50 տարի անց կայսերը պատերազմ հայտարարեցին Քրիստոսին։ Եվ այդ արշավանքներից մեկի ժամանակ, ինչքան են որ կայսրը զրահավորված էր, հասարակ մի նետ ճեղքելով նրա կուծքը նրան սպանեց։ Վերջին խոսքերը, որ կայսրը կասեր, հետևյալն էր. ով նազովրեցի, այս անգամ էլ դու հարթեցիր։ Իսլամական պետություններ դուրս եկան քրիստոնեության դեմ, փորձեցին նրան մի կողմ քշել, ասելով 10 աստիճան դեպի հարավ գնա, ով Քրիստոս դու մեզ խանգարում ես, բայց այդ բանակները ջախջախվեցին։ Նապոլեոնի բանակներով դուրս եկավ, Ստալինը, Հիտլերը, Քրիստոսին չընդունելով ասեցին, որ 10 աստիճան այն կողմ գնա, որովհետև դու մեզ խանգարում ես, բայց Քրիստոսը մնաց։ Նաև մեր իրականության մեջ շատ հաճախ տեսանք պատմության ընթացքին, որ շատ թագավորներ գալով Քրիստոսին ասացին. մի կողմ գնա, որովհետև դու մեզ խանգարում ես, բայց Քրիստոսը մնաց։ Որովհետև 2000 տարի առաջ եկածը Աստծու որդին էր, Հիսուս Քրիստոսն էր, ով եկել էր իր թագավորությունը հաստատելու այս աշխարհի մեջ։ Մարդիկ Աստծուն երեք պատասխան են տալիս քրիստոնեությանը։ Ոմանք ասում են ոչ, մենք քեզ չենք ուզում ընդունել և դու մեր կյանքի մեջ տեղ չունես։ Որոշները Քրիստոսին ասում են այո, դու մեր Աստվածն ես և մեր կյանքի ճանապարհն ես, առանց քեզ չենք կարող ապրել։ Իսկ երրորդ խումբը Քրիստոսին ասում է և այո, և նաև ասում է ոչ։ Շատ-շատերն են մեզանից խաչ կրում, բայց քանիստ են, որ պատվիրաններով են ապրում, սիրելիներ, իսկ ավետարանն ասում է, եթե գարջ լինես, ես քեզ կփսրեմ։ Ուրեմն Քրիստոս պահանջում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց սրտի թագավորության մեջ նրան ընտրել են որպես արքայի, մշտապես նրան ասեն այո։ Դասախոսը մտնում է լսարան, իր ձեռքին ունենալով տոպրակներ։ Տոպրակները դնում է սեղանի վրա և հանում է մի տարան։ Այդ տարան դնում է սեղանի վրա և այդ տարայի մեջ բացելով առաջին տոպրակը դնում է մեծ քարեր, շարում է մեծ քարեր, մինչև վերջ լցնում է այդ տարան։
Եվ ուսանողներին հարց է տալիս ասելով. արդյոք հնարավոր է այս տարայի մեջ ուրիշ բան լցնել։ Ուսանողները տեսնելով, որ տարան լցված է, պատասխանում են ոչ, ոչինչ այլևս այդտեղ չեք կարող լցնել։ Ապա պրոֆեսորը բացում է մեկ ուրիշ տոպրակ եւ դրա միջից հանում է խճաքարեր։ Մեկիկ զգուշությամբ այդ խճաքարերը անցկացնում է այդ տարայի մեջ, մեծ քարերի կողքին։ Եվ ապա հարց է տալիս ուսանողներին ասելով. այլևս հնարավոր է այս տարայի մեջ ինչ-որ բան լցնել։ Իսկ ուսանողները տեսնելով, որ մինչև հռում խճաքարերը լցված են, ասում են ոչ, այլևս լցված է։ Ապա պրոֆեսորը հանում է մանր ավազահատիկներ եւ զգուշությամբ փորձում է այդ ավազահատիկները տեղավորել այդ բանկայի այդ տարայի մեջ։ Եվ սա եւս ստացվում է նրա մոտ։ Եվ դարձյալ հարց է տալիս. այլևս հնարավոր է այս տարայի մեջ ինչ-որ բան լցնել։ Ուսանողները այս անգամ վերջնականապես հաստատում են, որ հնարավոր չէ, որովհետև մինչև վերջ լցված է։ Ապա դասախոսը հանում է ջուրը եւ սկսում է զգուշությամբ լցնել այդ տարայի մեջ։ Եվ հարց է տալիս ուսանողներին ասելով. ինչ սովորեցիք այս արարքից, որ ես կատարեցի։ Ուսանողներից մեկը պատասխանեց, որ մենք հասկացանք, եթե մարդ արարածը ուզենա իր կյանքի մեջ ինչ-որ բան տեղավորել, ապա նա անպայման դրա ձևը կգտնի։ Պրոֆեսորը պատասխանում է, որ թերևս ճիշտ է քո պատասխանը, բայց իր տված դասը սա չէ, որ ուզում եմ սովորել։ Այլ մեկ այլ բան։ Սիրելիներ, այդ տարան մեր կյանքն է, մեր բոլորի կյանքը։ Ուրեմն ինչ պիտի առաջինը ունենանք մեր կյանքի մեջ, այդ մեծ քարերը մեր արժե համակարգն է, այդ մեծ քարերի ներկայությունը մեր հավատի ներկայությունն է, այդ քարերից մեկը մեր կյանքում կարող է լինել հենց Աստծո խոսքը, կարող է լինել հենց Հիսուս Քրիստոսի ներկայությունը, այդ մեծ քարերից մեկը կարող է լինել մեր ընտանիքը, մեր կարիերան, մեր ուսումը, մեր հայրենիքը կարող է լինել այդ քարերից մեկը, մեր եկեղեցին կարող է լինել այդ քարերից մեկը, ավետարանը կարող է լինել այդ քարերից մեկը, աղոթքը կարող է լինել այդ քարերից մեկը։ Դրա համար է ավետարանն ասում, որ ես իմ տունը ժայռի վրա պիտի կառուցեմ եւ Աստված պիտի դառնա այդտեղ անկյունակար։ Եվ այսօրվա պատարագով, տարվա առաջին պատարագով Տերը մեզ հարց է տալիս. արդյոք քո տունը, քո հավատի տաճարը իմ վրա ես հիմնել, թե այլ բաներ։ Անշուշտ մեր կյանքի մեջ նաև ուրախություն է պետք։ Այդ ավազահատիկները, այդ մանր նումր բաները, որ մեր կյանքի մեջ ևս շատ կարևոր է, դրանք մեր խրախճանքներն են, մեր կյանքի ուրախություններն են, այն ամենը, ինչը որ մեզ նաև ապրեցնում է, բացի այդ ֆունդամենտալ եւ կարևոր բաներից։ Բայց արի ուտես, որ մարդ արարածը իր կյանքը չի կարող հիմնել միայն այդ մանր նումր բաների վրա։ Տեսեք, շատ շատերի իրենց բնավորության համար ասում են ինչ ջրիկ մարդ է չէ։ Այդ ջուրը հենց այդ խորհուրդն ունի, որ երբ որ մարդը ուզում է Աստծո արքայությունը շահել, այդ բնավորությամբ եւ այդ տեսակով ինքը չի կարող Աստծո արքայությունը։ Եվ Քրիստոս այսօր ասում է, որ ուզում եմ, որ դուք ինձ լուրջ վերաբերվեք, որովհետև եթե ինձ լուրջ չվերաբերվեք, իմ արքայությունը չեք կարող շահել։ Ահա, երբ որ Քրիստոս իր աշակերտների հետ շրջում էր Երուսաղեմում, աշակերտները հիացած էին Երուսաղեմի տաճարով եւ զարմացած էին, թե մարդ արարածը ինչպես կարող է այսպիսի հրաշագերտ տաճար կառուցել։ Եվ Քրիստոս նրանց հետևյալն ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ քարը քարի վրա չպիտի մնա։ Եթե եղել եք Երուսաղեմում, ապա այնտեղ հանդիպած կլինեք լացի պատին, կամ լսած կլինեք լացի պատի մասին, որ Երուսաղեմացիները գնում են եւ կանգնելով այդ պատի դիմաց իրենց գլուխները տալիս են այդ պատին։ Եվ հիշում են, որ այդտեղ տաճար է եղել ժամանակին։ Հիմա այդ տաճարի կողքին իսլամական, մուսուլման
պատճառը, որ այդ տաճարը մինչև հիմա կանգուն չէ։ Ինչու երուսաղեմացիները այսօր այդ տաճարը չունեն։ Ինչն է նրանց պակասում։ Միթե գումարը։ Իհարկե ոչ։ Սա մարգարեություն է, սիրներ, որովհետև ավետանի մեջ Քրիստոս ասում է. Երուսաղեմ, Երուսաղեմ, դու որ քո մարգարեներին կոտորում էիր, քանի անգամ ցանկացա քեզ հավաքել, ինչպես հավը իր ձագերին կհավաքեր իր թևերի տակ։ Բայց մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ ասում է, որ այդ տաճարը չպիտի վերականգնվի։ Այնպես էլ այսօր ձերներ նկատում ենք, որ մեր տաճարներն է փորձառուն քանդվելու։ Շատ-շատերից տաճարները կիսատ է և շատ-շատերը իրենց հավատի տաճարի առջև կանգնած իրենց գլուխները հարվածում են այդ տաճարի քանդված պատերին և ցանկանում են, որ Աստված իրենց կյանքում հրաշագործի։ Բայց այդպես չի լինելու, սերներ։ Մինչև Քրիստոսով մեր տաճարները չվերականգնենք, նրան մեր տաճարների մեջ չբերենք ու չբնակեցնենք, մեր տաճարները կանգուն չի մնալու։ Ասում է, երբ որ հրեա ժողովուրդը փորձում էր իր համար թագավոր ընտրել, Քրիստոսից 1000 տարի առաջ ընտրեցին Սաուլին։ Եթե մի դաշտի մեջ ասում է 10,000 մարդ կանգնած լիներ, Սաուլը բոլորից կտարբերվեր, որովհետև բարձրահասակ էր։ Ահա եթե ասում է 7 միլիարդ մարդությունը կանգնեցնենք, հնարավորություն ունենանք կանգնեցնել մի դաշտի մեջ, եթե հնար լիներ կարողանայինք բոլոր ննջեցյալներին բերել և ևս տեղավորել այդ դաշտի մեջ և այդ դաշտի մեջ նաև կանգնեցնեինք Քրիստոսին, չգիտեմ քանի միլիարդ կլիներ այդ մարդության թիվը, բայց Քրիստոս այդ միլիարդների մեջ կերևար։ Մի հնդիկ զորավար այցելում է Անգլիա, գնում է Ալմու տեսակցության և բնականաբար Հնդկաստանը Անգլիայի գաղութ էր և հարաբերությունները կարգավորելու համար այս գեներալը գնում է թագուհու հետ հանդիպման և նրան հարց է տալիս, ասում է, որն է ձեր հզորության գրավարումը, դուք ինչի հաշվին եք որպես ազգ, որպես ժողովուրդ այսքան զորել։ Եվ ակնկալում է, որ թագուհին կասեր, որ մենք հզոր բանակ ունենք, շատ զենքեր ունենք, բայց թագուհին խնդրում է, որ գեներալը իր հետ քայլի պալատով։ Եվ տանում է նրան գրադարան, և գրադարանի միջից հանում է մի գիրք, հանում է Աստվածաշունչը։ Եվ ասում է գեներալը. երբ իմ ժողովուրդը սկսեց այս գիրքը կարդալ, նրա նպատակը, նրա կյանքը, նրա բախտը փոխվեց։ Սիրելիներ, մենք հայերս Աստվածաշունչը թարգմանել ենք անգլիացիներից 1000 տարի առաջ։ 2026 թվականին, երբ որ մենք նստեցինք սեղանների շուրջ, մեկս մյուսին տարբեր մաղթանքներ հղեցինք, շնորհավորեցինք, առողջություն մաղթեցինք, հաջողություններ մաղթեցինք։ Որպես հայ առաքելական եկեղեցի քահանա, ես իմ ժողովրդին հետևյալ մաղթանքը կասեմ. Թող 2026 թվականը մեզ համար լինի Սուրբ Գրքի ընթերցանության տարի։ Թող 2026 թվականը մեզ համար լինի աղոթքի տարի, ապաշխարության տարի։ Ում է պետք այն մարդու կյանքը, որ տարին կգա ու կանցնի և ամբողջ տարվա մեջ մեկ անգամ Աստվածաշունչ չի կարդալ։ Ում է պետք այն մարդու կյանքը, որ տարին կգա ու կանցնի, տարվա մեջ մեկ անգամ Աստծո հետ աղոթքի չի կանգնի։ Եվ ում է պետք այն մարդու կյանքը, որ տարին կգա ու կանցնի, մեկ անգամ ապաշխարություն և դարձ իր սրտի և իր մտքի մեջ չի ունի։ Ուրեմն թող 2026 թվականը լինի ոգևոր տարի։ Եվ ուրախ եմ, որ տարվա առաջին պատարագին մասնակցում է մեր երկրի վարչապետը, մեր մարզպետը և նաև մեր նախարարները,
ոգեշնոր այսօր արժանապատիվ Տեր Հայրը, ուզում եմ, որ ազգովի մի մեծ ընտանիք դառնանք, սկսենք աղոթել, սկսենք մեր Աստծու հետ խոսել եւ վստահաբար, երբ որ հարաբերություններն Աստծու հետ կկարգավորվեն, կլավանան, այն ինչը որպես ազգ, որպես ժողովուրդ մեր Աստծուց խնդրենք, Տերը բնականաբար իր ժողովրդին դիտա։ Մեր թագավորի ուղղությամբ։ Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը թող ամենքիս այժմ եւ միշտ հավիտյանս հավիտյանս։ Ամեն։ Եվ դուք սարսականձայն վարդալով վարս վերանցներ, վարդալս վեզեք նավր հայ և կերիր ասեր։ Oh
Անձգությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերամտությամբ մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեցրե։ Մեղա չար խորհրդով մտածս, նենգությամբ, ատելությամբ, խեթիվ, մախանով, հաչախանով, թուլությամբ, որմեկական խորհրդով, արվական, իքական, անասնական, գրաստական, գազանական, ի գիշերի և ի տվնջյան, երազական գիջությամբ և անրջական գարշախտեղությամբ մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեցրե։ Մեղա ցանկությամբ մարմնուս, հեշտությամբ, պղերգությամբ, օրանջման քնոջ, շարժությամբ մարմնուս և զազրագործությամբ իպես ախտս, հեշտագրությամբ լսելիացս, արատությամբ աչացս, ցանկությամբ սրտի, սիգությամբ ռնգացս, պակշոտությամբ բերանուս, անժուշտարությամբ, շվայտությամբ և արփետությամբ մեղա Աստուծո։
Աստված թողություն շնորհեցե, Մեղա չարաբանությամբ լեզվիս, ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակառակությամբ, վիճաբանությամբ, բանսարկությամբ, շոկ մոգությամբ, քսու, դատարկաբանությամբ և ծաղու, զրախոսությամբ, հերձախոսությամբ և անիծաբանությամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով և հայոյելով մեղա Աստուծո, Աստված թողություն շնորհեցե, մեղա գողությամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպամանելով և ընդքար շսացելով մեղա Աստուծո, Աստված թողություն շնորհեցե, մեղա ամենայն հոտվածով կշինվածուս և ամենայն անդամով մարմնուս, հնդյակ զգայրանոքս և բեցեքի շարժմամբս, վերան բարձ ոտնահարությամբ և վայրաքաշ մեղքությամբ, հաչ և հայակ խոտորելով, զառաշնոցն մեղանչելով և վերջնոցն չար նշավակ բոլով մեղա Աստուծո, Աստված թողություն շնորհեցե, այլև մեղա յոտնիցս հանցանող մահացու մեղով, հպարտությամբ և մասանք նորին, նախանձու և մասանք նորին, հարգությամբ և մասանք նորին, ծուլությամբ և մասանք նորին, որգրամ ագահությամբ և մասանք նորին, որգրամորությամբ և մասանք նորին, բղջախոհությամբ և մասանք նորին, մեղա Աստուծո, Աստված թողություն շնորհեցե, այլև մեղա ամենայն պատվիրանացն Աստուծո, հանձնարելիացն և հրաժարելիացն, զիվոճս հանձնարականսն կատարեցի և ոչի հրաժարելիացն հեռացա, զորենս աղի և հորինացն հեղգացա, ի կարգս քրիստոնեության հրավիրեցա և գործովս անարժան գտա, գիտելովս չարը դամավ կորացա և ի բարյաց գործոց ես ինձել հեռացա, վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ, զորն ասել կամ զորը խոստովանի, զի անթիվ են հանցանքին, անասելի են անօրենությունքին, աններելի են ցավքին և անդրժկելի են վերքին, մեղա Աստուծո, Աստված թողություն շնորհեցե, Հայր Սուրբ, ըստ քեզ ունինք մի շնորհ հաշտության և բարեխոս արմիացին որդին Աստուծո, զի իշխանությանդ որ տվյալ է քեզ, արձակես սերս մեր զիկատից մեղած մերոց, աղաչեմ դες քեզ, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, ողորմեցից ես մարդասեր Աստված, և թողություն շնորհեցի ամենայն հանցանած ձևոց, խոստովանացելոցն և մոռացելոցն, և ես կարգալ ասկայանական իշխանության, և հրամանալ Աստվածային Տեր, զոր արձակիցեք երկրի, երիցի արձակյալերից, նովին բանին արձակեմ ես ձեզ, համենայն մասնակցեն եմ մեղած ձերոց, ի խորոտոց, ի բանից և ի գործոց, հանուն հոր և որդվով և ողորմից, և դարձյալ տանս ձեզ, ի խորոտը սուրբ եկեղեցով, զի զորին չգործուցեք բարիս, երիցի ձեզի բարեգործություն և ի բարս հանդերձյալ կենացն, ամեն։
Աղ
Արիզից